Հայաստանում 1997-ի այս օրերին մեծ հուզումներ են ռուսական դպրոցների լինել չլինելու հետ կապված։ Հոկտեմբերի 2-ի քննարկման մասնակիցները նայում են լեզվի մասին օրենքի կողմը եւ տագնապում։ Մենք այլևս չենք կարող խոսել կալմիկի եւ ուզբեկի հետ։ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը ոչնչով չի կարող մխիթարել։ Если так будет продолжаться, армяне будут просто глухонемыми. Հայ ճարտարապետների մեծ մասն աշխատանք չունի, իսկ քաղաքի արտաքին տեսքը ձեռքից գնում է։ 1999-ի հոկտեմբերի 2-ին ճարտարապետի միջազգային օրը հայ ճարտարապետները ուղիներ են փնտրում։ Երևան քաղաքի քաղաքաշինության մեջ նրանք արդեն ոչ մի դեր չունեն։ Ոչ մի անգամ, ոչ մի սիստեմում այսպիսի բան հնարավոր չէր որ լիներ, որ հաշվի չառնեին ճարտարապետների կարծիքը քաղաքաշինության մեջ։ Պայքարում ենք օր ու գիշեր, սակայն ինչպես կարող ես պայքարել, երբ որ դու մենակ ես, իսկ խախտողները ամենաբոլոր են։ 2000 թվականի այսօրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանառվող նոր մի հարցրումի պատասխանիր սկզբունքի մասին։ Նա գտնում է, որ պետք չէ հստակեցնել Ղարաբաղի իրավական կարգավիճակը։ Մեզ պետք չի վերջը այդ պայմանագրի ճակատում գրված լինի, թե Ղարաբաղը անկախ է, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Մեզ անուններ պետք չեն։ Եվ երբ ասում եմ մի հարցրումի պատասխանի, դա նշանակում է ոչ Ադրբեջանը պետք է հարցնի, թե Ղարաբաղի կարգավիճակը վերջը Ադրբեջանի կազմում է, թե դուրս է։ Ոչ էլ Ղարաբաղը հարցնի, թե ինքը Ադրբեջանից դուրս է, թե Ադրբեջանի կազմում է։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց պատրաստվում են կանգնեցնել քանդակագործ Արա Շիրազի հեղինակած Անդրանիկ Զորավարի հուշարձանը։ Շիրազն ասում է, որ սփյուռքահայ բարերարի տված $70,000 չբավականացրեց։ Նրա մայրը Սիլվա Կապտիկյանը գիտի թե ինչու։ Ես կուզենայի ասել, որ բարերը վանեցի։ Երևանի Օղակաձև զբոսայգին ապրում է երկուսական կանաչի վերջին օրերը, այն գրեթե ամբողջապես մտնելու է բետոնե կառույցների տակ։ Քաղաքապետարանի որոշմամբ այստեղ կառուցվելու են մանկական խաղահրապարակներ եւ սրճարաններ։ 2001-ի հոկտեմբերի 2-ին քաղաքապետարանում այգին կառուցապատելու 26 հայտ է ներկայացվել։ 2001-ի այս օրերին կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը կասկածվում է Ռոբերտ Քոչարյանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ։ Քրեական գործ է հարուցվել այն փաստով, որ գողության համար դատապարտված ոմն Հարություն Գրիգորյան, որը հոկտեմբերի 27-ի ոչրագործների հետ նույն խցում է եղել, $50,000 դիմաց պետք է հայտարարեր, որ 27-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Առերեսման ժամանակ Հարությունը հրաժարվել է իր այդ հայտարարությունից, ասում է Սաղաթելյանը։ Պատրաստ եմ նստելու էլ, ձերբակալվելու է, սպանվելու է։ Ես գիտեմ, որ ինչի համար սպանվեցի։ Չեմ հրաժարվելու այն մտքից, թե ես ասել եմ Ռոբերտ Քոչարյանն է եղել կազմակերպիչ, ես չեմ հրաժարվելու։ 2001-ի հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի ներկայությամբ հակաօդային պաշտպանության S-300 համակարգն անցնում է մարտական հերթապահության։ Հայ-թուրքական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռու տեղակայված այս համակարգը կարող է խոցել 150 կիլոմետր շարավիղով ցանկացած օդային նպատակակետ։ Противовоздушная оборона предназначена для обеспечения безопасности воздушного пространства Армении в первую очередь и южных рубежей ՍՆԳ։ Իդեպ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում զբոսնող Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը շարքային զինվորների հետ զրույցում զարմանքով տեղեկանում է, որ զորամասը սնվում է Ռուսաստանից ուղարկված պահածոներով։ Շտաբի պետն անմիջապես կապվում է Մոսկվա, թողնել պահածոների ներմուծումը եւ անցնել հայկական մսի սպառման։ Я тебе говорю, с завтрашнего дня живем по-новому. Все, Володя. Все. На. Значит, где этот командир базы? Я. Где губернатор? Разберетесь, заключите договор и будете поставлять, как положено. Спасибо. Да не спасибо, а вам спасибо, если будете поставлять. 2002-ի հոկտեմբերի 2-ին ամբաստանյալ Նաիրի Ունանյանը դատարանում հայտարարում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը մյուս տարվա նախագահի ընտրություններում։ Նա դատարանից պահանջում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրեն թույլատրել հանդիպել հոր հետ, որին էլ գրավոր լիազորելու է կազմակերպել իրեն ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու գործընթացը։ 2008-ի այսօրը Սերժ Սարգսյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին, որում ասում է. Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նորատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
2009-ի այսօրը միացում նախաձեռնության անդամները սթափության նամակ են հանձնում Ղարաբաղի ներկայացուցչությանը, որով նրանց կոչ են անում կասեցնել հայ-թուրքական արձանագրությունները։ Լսելով խարակերի բառը կարգու կանոնի պատասխանատու Վալերի Օսիպյանը մտնում է իր տարերքի մեջ։ Ինքներդ գնացեք դες խարակիրի արի։ Վերջացեք թե հակառակ դեպքում դες կարգ իրավիր եմ համապատասխան վայրում։